Հայու գենի մասին պետության կոնտեքստում խոսողները հիմարներ են, բոլորը, այնտեղ բացառություններ չկան։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, մենք պիտի մոռանանք էթնոսը, մենք պիտի մոռանանք գենը, մենք պիտի կենտրոնանանք անձնագրի վրա, թղթի վրա, քաղաքացիության վրա, թե մարդը ինչ գեն ունի, ինչ արյուն ունի, բացարձակապես էական չէ։ Սա մի սկզբունք է, որի վրա հիմնված են աշխարհի բոլոր հաջողակ պետությունները։ Հենց դուք խոսում եք գենի մասին, հենց դուք խոսում եք արյան մասին, էթնոսի մասին, դուք խաչ եք քաշում պետության վրա։ Դրա համար եմ ասում, այսպես կոչված այդ հայրենասեր, հայուգենական, հայու գենը, հայի արյունը, հայի էթնոսը, դրա մասին խոսողները անխտիր հիմարն են։ Այնտեղ խելոք մարդ չկա, այնտեղ խելքը գլխին մարդ չկա, այնտեղ չկա մի մարդ, որը 2 ժամ կխոսա եւ 2 ժամվա մեջ մի հատ խելքը գլխին միտք կարտահայտի։ Ընդ որում այդ մարդկանց մեջ չկան բազմաթիվ հայրենասեր, բարի, դրական մարդիկ, բայց հիմար մարդիկ, հասկանում եք։ Մեկը մյուսին չի հակասում։ Բարի, հիմար մարդիկ են դրանք։ Չի կարող լինել պետություն, որտեղ լինի մի էթնոս, որովհետև մարդիկ խառն են ապրել։ Հայաստանը, որ համարյա մոնոէթնիկ երկիր է, էլի իր մեջ ունի բազմաթիվ ազգային փոքրամասնություններ։ Մենք ունենք եզդիներ, քրդեր, ռուսներ, հույներ, վրացիներ, կան մեր մեջ ապրում են։ Այդ մարդիկ հայեր են, հայեր։ Այդ մարդիկ այնքան են հայ, ինչքան մեզնից յուրաքանչյուրը։ Դե խնդիր չկա եզդին եզդիա թե հայ։ Հայաստանի եզդին միաժամանակ եւ եզդիա եւ հայա։ Սա մի բան է, որ հայուգենականները չեն ուզում հասկանան։ Իրանց ուղեղների մեջ դա չի տեղավորում։ Իրանք պետությունը չեն հասկանում ինչ բան է։ Իրանց մոտ կամ է, այ եթե դու հայուգեն ունես, ուրեմն դու հայ ես։ Եթե դու հայուգեն չունես, ուրեմն դու հայ չես։ Սա պետության վերջն է։ Եթե մենք այս տիպի խոսացողների բերաններին մի հատ չտանք, մեր պետությունը լուրջ վտանգի տակ կլինի։ Եվ ես ես ասեմ, բոլոր պետությունները վտանգի տակ կլինեն։ Որևէ պետության մեջ, եթե դու խոսես գենի մասին, դու դրանով կասկածի տակ ես դնում պետության գոյությունը։ Եթե դու ուզում ես գենով առաջնորդվել, դու պետք է ցեղախմբով ապրես։ Եթե դու ուզում ես պետություն ունենալ, դու պետք է գենով չառաջնորդվես։ Սրանք հակադիր մտքեր են։ Գենը եւ պետությունը իրար հակասում են։ Բոլորովին այլ հարց է, որ քանի որ մեր պետության անունը Հայաստան է, ապա մեր ժողովրդին միավորող արժեքներից մեկը հայոց լեզուն է։ Եվ բնականաբար Հայաստանում ապրող բոլոր մարդիկ խոսում են հայերեն, բայց քրիստոնեությունը օրինակ այդպիսի գործոն չէ։ Հետևաբար մարդը կարող է Հայաստանում ապրել եւ չլինել քրիստոնյա, լինել օրինակ աթեիստ, օրինակ դավանել եզդիական կրոնին, օրինակ հորինել սեփական կրոնը եւ հավատալ սեփական Աստծուն, որովհետեւ Հայաստանը աշխարհիկ երկիր է։ Պետությունը մարդու հավատի հարցերին չի խառնվում։ Ասում է ինչին ուզում ես հավատա, բայց դու հայերեն պիտի խոսես, դու պիտի գնաս հայկական դպրոց, սովորես հայերեն, հայերենը պարտադիր է։ Քրիստոսին հավատալը պարտադիր չէ, բայց ստացվել է այնպես, որ հայ ժողովրդի մեծ մասը հավատում է Քրիստոսին։ Այդպես ստացվել է։ Կարող էր այդպես չստացվել, եւ Հայաստան պետությունը այդ դեպքում նույնպես գոյություն կունենար։ Ուստի ես պատասխանատու եմ ձեզ ասում։ Ինչքան տեսնեք հայու գենի մասին բարբաջող դատարկախոսներին, իմացեք, այդ մարդիկ մեր պետության արժեքը չիմացող հիմար դատարկամիտ մարդիկ են։